Բայց կարող է ամեն դեպքում դիտավորություն։ Ինֆակտ է, Արմո։ Հա, ընկելա, գլուխն էլ է խփել։ Ում էր պետք քաջիկին վնասել։ Ինֆակտը խփելա, ընկելա գետնին, գլուխն է խփելա գետնին։ Նորմալ գիտակցության գա, տեսնենք։ Բայց կարող է ամեն դեպքում հետաքրքրվենք ու ուրիշ բժշկի մոտ էլ տանենք։ Տղա ջան, հիմա անգիտակից պարկացա։ Թող անցնի մի քիչ, գիտակցության գա, անտեր չենք թողնի։ Իսկ մարդ կա, որ տեսել է այդ ընկնելու պահը։ Չգիտեմ, զանգեցի գյուղ, ոչ ոք տեղյակ չէր։ Ամեն դեպքում մտածում ես, որ ստեղ դիտավորություն կա, հա, Արմո։ Հա, ու զարմանում եմ ոնց է, որ դուք չեք մտածում այդ։ Եթե տենց ես մտածում, ուրեմն ինչ-որ մեկին նկատի ունես։ Արմո, ինչ-որ մեկին կասկածում ես։ Ում ես կասկածում, Արմո։ Դու օդի մեջ բաներ չես ասում, Ռամը ճիշտ է ասում։ Կարող է ինչ-որ բան գիտես, ասա մենք էլ իմանանք։ Արմո։ Արմո։ Չէ, ձյացակո, ես ոչ մի բան էլ չգիտեմ, որ իմանայի կասեի, բայց ոչինչ էլ պետք չի, չէ, բացառել։ Հաստատ։ Հա, հաստատ։ Ձյացակո, ես կարամ մի ժամով դուրս գամ։ Օֆիս։ Չէ, Նարայի մեքենայի հարցերով։ Դու ես զբաղվում։ Հա, ես տեղյակ եմ։ Իրա արեստավորի մոտ է տանում ու ես ու Նարեն էլ դեմ չենք։ Գնա։ Գիշերը քանիսին ես տուն եկել։ Չգիտեմ, ժամին չեմ նայել։ Հուսով եմ հարցս հասկացար։ Իսկ ես հուսով եմ, որ դու իմ պատասխանը հասկացար։ Լավ, բայց հիմա ինչ անեմ։ Հա, Լուսիկ ջան։ Չգիտեմ էլ ինչ ասեմ։ Դու մի մտածի Սակուն ու Վրամը ամեն ինչ կանեն ինչ պետք է։ Էլ որ օրվա համարենք, ավելի լավ արի աղոթենք, որ ամեն ինչ լավ լինի։ Հա։ Ամեն ինչ լավ կլինի, դու մենակ չես, Լուսիկ ջան։ Ալո, Լուսիկ։ Անջատեց հեռու խոսում։ Ախր ոնց վատ չլինի։ Աղջկան կորցրեց, հիմա էլ քաջիկն է հիվանդանոցում։ Լուսիկը լրիվ մենակ է մնացել։ Խելագարվելու բանը։ Չգիտե գլուխը որ պատին տա։ Լավ որ չտեսավ այդ աղջկան։ Երախում կորցրեց։ Ամբողջ կյանքում
հարբեցող մարդ պահեց։ Հիմա էլ սենց։ Մամ, բայց ինչ է եղել։ Ձիացքաջիկը կռիվ է արել, իրան վնասել են, հա։ Դրա համար է հիվանդանոցում, թե ուրիշ ինչ-որ բան կա։ Չէ, Նարե, ասածիցդ ոչ մի բան։ Ուղղակի հերթական անգամ քաջիկը խմել է ու իրան կորցրել է։ Լուսիկն ասում է, այդ պատմությունը այնքան է կրկնվել, որ սովորական է դարձել։ Քաջիկ, դու մի ասա տենց խմած դուրս ա եկել, գիշերով ընկել ա, գլուխը խփել ա ու մինչև առավոտ տենց մնացել ա, ոչ ոքի չի իմացել դրա մասին։ Լուսիկն ասում է, որ սիրտն ա վատացել, բայց քաջիկին ով չգիտի։ Այսինքն ոչ մեկ մեղավոր չի։ Նարեկ ջան, ով պիտի մեղավոր լինի, ինչ հարցեր ես տալիս։ Մի օր այդ խմիչքի պատճառով սենց բան պիտի լիներ։ Այ, չգիտեմ ինչ ենք անելու։ Այնքան վատ է, այնքան վատ վիճակում է։ Շատ ծանր կոտրվածքներ է ստացել, մի կողմից, մյուս կողմից էլ շատ ուշ են հիվանդանոց տարել։ Չգիտեմ էլ ինչ ենք անելու։ Դի սպասեմ մինչև հերդ զանգի հասկանանք ինչա կատարվում։ Մամ, կարող է մենք էլ գնանք հիվանդանոց։ Չէ, հերդ ասում է, որ սպասենք։ Լուսիկին էլ են տարել հիվանդանոցից այնքան վատ էր, անդադ վատանում էր։ Դե արի Լուսիկ տոտային բերենք մեր տուն։ Նարեկ, գիտես ինչքան եմ ասել, հա համոզում է, որ գա, ասում է, չէ, չեմ գալիս, ոնց գա։ Ասեց, որ ինչ-որ բարեկամների տուն է գնացել ու։ Դե Կարոյի ու Արփի մահից հետո ոչ մենք են գնացել իրանց տուն, ոչ էլ իրանք են եկել։ Առաջ իրար տուն էինք քնում արթնանում։ Ես ինձ մեղավոր եմ զգում։ Սպասի Արմո։ Արեստավորի մոտ ես գնում։ Հա, Ես կտանեմ քեզ։ չես մնում հորդ մոտ։ Չէ։ Ձյացակոն շատ լավ մարդ է։ Ուղղակի չեմ հասկանում, այդ ոնց է լինում, որ դուք իրար չեք հասկանում։ Բայց դե մի կողմից դու էլ ես ճիշտ, Վրամ ջան։ Այդ աղջիկը հոմեղավոր չի, որ այդ ընտանիքում ա ծնվել։ Արմո աղբոր պես Սոնայի մասին ոչ մի բան մի ասա։ Այդ թեման իմ համար փակ է ու դու էլ մոռացի։ Ասում ես ոչ մի բան մի ասա, բայց տենում եմ ոնց ես տանջվում։ Եթե չեմ խոսում, այդ չի նշանակում, որ պիտի շարունակես։ Ասեցի թեման փակ է։ Լավ ախպեր ես, ոնց կասես։ Բայց ավելի լավ է։ Ես ինչ անհարմար բան ստացվեց։ Ես եմ առաջարկել կոֆե խմենք, բայց ոչ մի բանի տեղ չեմ գտնում։ Արի համեստությունս մի կողմ դնեմ, ես պատրաստ եմ, որովհետև փորձ ունեմ ես խոհանոցում սարքելու։ Հա, Հա, Սոնայի ընկերուհին եմ, պարզա, որ առաջին անգամ չի, որ ես տանն եմ։ Դու կոֆեն դառնես խմում։ չէ։ Կզարմանայի, որ այդքան մինուսների մեջ մի հատ պլյուս ունենայիր։ Ես եմ մինուսը։ Հա, օրինակ ես ոդքից գլուխ պլյուս եմ։ Ինչ անենք, նեղվեմ։ Չէ, ունենք այն ինչ ունենք։ Սոնայի բոլոր ընկերուհիներն են սենց տարօրինակ։ Սոնան ունի մեկ ընկերուհի, միակ եւ անկրկնելի։ Ով է որ։ Շատ սրամիտ հումոր ունես Միքո ջան։ Ուղղակի կզգուշացնես, որ հատվածներում ծիծաղ ենք էլի։ Ես գնամ կոֆե դնեմ։
այս սուրճն էլ կխմեմ, որ օրս ավելի լավ անցնի։ Բայց դու ոնց որ խոսքի տակ մնացողը չես։ Հա բա իհարկե։ Ու դու էլ իմ հետ գործ չունենաս։ Բայց ես չեմ նեղում։ Էս ինչ լավ հավաքվել եք։ Բարի լույս։ Օրը ճաշ դարավ տղա ջան, ինչ բարի լույս։ Մա։ Շատ հումորով եք է։ Ու ընդհանրապես ուր է Հայկը, ես եկել եմ իր հետ խոսամ, բոլորդ կաք բացի իրանից։ Ինչ կա Հայկի հետ։ Սոնան էր զանգել ու մի քանի անգամ փորձեցի հետ զանգել, չկարողացա կապվել։ Մտածեցի Հայկը հետը խոսել է, եկա իմանամ ինչ են խոսել։ Սոնայի հորը ոչ մի բան չասեցիր զանգելու պահով, Հայկից պիտի իմանաս։ Շատ խելացի ես է։ Կարող է Սոնան նենց բան ա ուզում իմ հետ խոսա, որ պետք չի իր պապան իմանա։ Իսկ իմ համար չկա սուրճ։ Չէ, դու ուշ ես եկել։ Ես սկզբից էի ստեղ, իմ համար սուրճ կա։ Չէ, դու էլ քաղցր ես խմում, մենակ իմ համար եմ դրել։ Ամեն ինչ նենց չի ոնց քեզ ներկայացրել են։ Այս պատմության սկիզբը տանող շատ կարևոր բանալի կա։ Ու այդ բանալին քեզ շատ մոտ է մնում նկատես։ Այսքան տարի ստի մեջ ես ապրել։ Հորդ պատմությունը լրիվ ուրիշ պատմություն է։ Եթե ուզում ես այդ պատմության հետքին դուրս գաս, գտի քաջիկին։ Ինքը ամեն ինչ բոլորից լավ գիտի։ Լավ, ես ինչ անեմ հիմա։ Քաջիկը ինչ կապ ունի այս պատմության հետ։ Ես արդեն կգժվեմ ես այդ մտքերից։ Իմ իմանալով Սոնան Հայկին էլ չի զանգում, մենակ ձյաձյաբոյի հետ է կապ պահում։ Լուրջ։ Դե հա, ես տենց գիտեմ։ Ափսոս։ Ինչի։ Ես Հայկն էլ արջիկուն ա մտել։ Մի խոսքով ես գնացի, հաճախորդ ունեմ, որ արթնանաք ասեք, որ ես եկել եմ ու իր հետ խոսալու բան ունեմ շատ կարևոր։ Սպասի, ես էլ եմ դուրս գալիս, քեզ կճանապարհեմ։ Պետք չի, ես ինքս կգնամ։ Բայց ես չէի հարցնում։ Չհասկացա։ Դե այդ նորմալ է աղջիկների դեպքում։ Էլի անտաշ ռեժիմդ միացրեցիր։ Աղջիկ ջան, իմ գործի տեղը քո գործի տեղին կպած է։ Այդտեղ մի ճամփա է տանող։ Եթե շատ ես նեղում, կարաս գլուխը թեք քայլես, որ չնկատես ինձ։ Հա, հենց այդպես էլ կանեմ։ Հա, հենց այդպես է կանես։ Բայց մի բան ասեմ, որ գլուխը թեք ես քայլում, դիմացդ լավ չի երևում։ Ստորբաների ժամանակ ուշադիր կլինես։ Անտաշ։ Շատ հաճելի է, Միքո։
Մի րոպե, Սոնայից տունն է։ Սոնան եկել է։ Թե Մտեք։ Կարելի է։ Համետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, նստեք։ Բժշկուհի, ես Քաջիկի ընկերն եմ, որ առավոտ են բերել հիվանդանոցը։ Ես արդեն հասկացա։ Ես խոսեցի հերթապահ բժշկի հետ, բայց ասին, որ դուք եք բուժող բժիշկը։ Հիմա ես ուզում եմ իմանալ ինչ կա Քաջիկից, ու ընդհանրապես Քաջիկի բուժման հետ կապված ամեն ինչ ես եմ անելու։ Այս պահին ոչ մի բան պետք չի անել, անիմաստ է։ Մենք պարբերաբար անալիզներ ենք վերցնում եւ հետազոտություններ ենք անում։ Հիմա մենք պետք է սպասենք, որ Քաջիկն արթնանա։ Սրտամկանի ինֆարկտ է իր մոտ եղել եւ ընկել է ու բավականին շատ լուրջ գլխի վնասվածք ունի։ Հիմա վերակենդանացման բաժնում է ու երևի դեռ այնտեղ երկար կմնա։ Իսկ գիտակից հա։ Գիտակցության նշաններ կան, բայց այս պահին հստակ բան չեմ կարող ասել, որովհետև վնասվածքն ավելի քան լուրջ է, քան դուք պատկերացնում եք։ Եկեք անկեղծ ասեմ, որովհետև պարտավոր եմ։ Հիմա այն վիճակն է Քաջիկի մոտ, որ ցանկացած ելքի պետք է պատրաստ լինենք։ Այսինքն հնարավոր է, որ Քաջիկը Վնասվածքն այնպիսին է, որ ոչ մի բան բացառել չի կարելի։ Աստված իմ։ Լավ։ Շնորհակալություն, բժշկու ջան։ Վարո։ Քերի։ Ալո, Ախպերս ես ուր ես բա։ Հայկո ջան, որ քեզ նայենք, կարողա սոված սատկենք։ Ես խանութ եմ գնում, մնացածներ իրանց գործերով են դուրս եկել։ Ես դու էլ ոնց որ նոր ես հա արթնանում։ Չէ, այ ախպեր։ Քնած չէ, այդ նամակի մասին եմ մտածում։ Ոչ մի ձև ուղեղիցս դուրս չի գալիս։ Լավ, դու արի խանութ կխոսանք։ Լավ։ Հա, Հայկո, մի րոպե։ Լիլիթն էր եկել։ Հա, լսել եմ։ Ոնց լսել ես ու չես իջել։ Քեզ էր հարցնում, ինչ որ Սոնան իրան է զանգել, բայց չի նկատել զանգը։ Ու իրան թվում է ինչ որ նենց բան է ուզելու ասի, որ պետք չի քերին իմանա։ Եղավ, լավ, Վարո, խոսամ Լիլիթի հետ։ Պաստորեն արդեն սուրճ, հա։ Սուրճ եք խմում, բա ինչ կանեք։ Միլանա սպա կենտրոն լսում եմ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, ինչով կարող եմ օգնել։ Ես ուզում եմ դեմքի խնամքի գալ Լիլիթի մոտ։ Շատ լավ։ Հիմա նայեմ Լիլիթի ազատ ժամերը ու ասեմ ձեզ։ Լավ, բայց խնդրում եմ էլի, եթե հնարավոր է շուտ։ 1 ժամից կմոտենաք։ Հա։ Համեցեք։
Լավ հասկացանք։ Հիմա լուրջ նեղացել ես։ Ինչ ես սպասում, որ ասեմ կներես։ Դժվար է քո հետ։ Լավ, արի անցնենք, հա։ Ես իմ ինչը չեմ ասել, որ նեղացել ես։ Երբ որ մենախոսությունդ վերջացնես, կասես ծապ տամ։ Պակլոնը տանք, վարագույրներն էլ իջնեն։ Ինչ տանք։ Պակլոն։ Հա, բայց նենց է կարանք առանց դրա էլ։ Միանգամից վարագույրները իջնեն ու վերջապես սուս մնաս։ Ուզում եմ հասկանամ, դու ում հետ ուզես, ոնց ուզես կարաս խոսաս, բայց հենց մենք ենք մի քիչ չոր խոսում, նեղանում ես։ Քեզ կարելի է մեզ չէ։ Այդ տես, փաստորեն որ ուզում ես շատ լավ էլ շատ բան հասկանում ես։ Ու հա, հենց այդպես էլ կա։ Ինձ ամեն ինչ կարելի է։ Ու ես միշտ ճիշտ եմ, եղավ։ Եղավ, վերջ քվիթ, բարշեցինք։ Իհարկե։ Վերջապես։ Ոչ։ Քուրկիկ ջալալի։ Խորս սարը։ Սակո։ Ոնց է վիճակը։ Լավ չի։ Լավ չի ու կարող է գնալով ավելի վատ լինի։ Ինչ նկատի ունես։ Աստված իմ։ Ալո։ Լիլիթ ջան, ես ձեր սրահի մոտ եմ, կարաս դուրս գաս արդեն։ Հենց հիմա գալիս եմ։ Լավ։ Հայկ։ Բարև Լիլիթ ջան։ Բարև։ Լիլիթ ջան, Վարոն ասաց, որ առավոտ եկել ես, ես ուղղակի մի քիչ խառն էի, դրա համար դուրս չեկա։ Հա, ոչինչ։ Ապրես, կարևոր է եկել ես։ Հիմա ասա, ինչ կար, ինչի համար էր եկել, ինչ պիտի ասեիր։ Ես քեզ սիրում եմ, նա։
շատ եմ սիրում ու չգիտեմ ինչ անեմ սրա հետ։ Ուր է Հայկոտ։ Միամիտ աղջիկ էլ չես, որ մտածեմ չես հասկացել։ Դասական վրեժ լուծելու տարբերական արեմ։ Եթե մեկից վրեժ ես ուզում լուծես, իրան չես վնասում։ Իր ամենաթույլ տեղին ես կպնում։ Տվյալ պարագայում հորդ ու աղբորոտ ամենաթույլ տեղը դա դու ես։ Գնացել քո ձեռքով վրեժ լուծելու գործիք ես դարձել նորը։ Քեզ ինչ էր թվում այդ Մարգարիտ հորը չեր օգտվելու այդ առիթից։ Փաստորեն դու էլ չես խոսել, հա հետը։ Չէ, ինչ գնացել ա, չեմ խոսել։ Անհանգստացա մի տեսակ։ Լիլիթ ջան, լավ ես գնամ, բայց եթե Սոնան հանկարծ էլի քեզ կզանգի, ինձ անպայման ասա լավ։ Անպայման։ Սենց ավելի ճիշտ է երևի։ Ինչ կա։ Նորմալ էլի, էլի որ գործը այդքան է լավ չի, այսօր բան չենք ծախել։ Միքոին տեսել ես։ Ուր է գնացել։ Տեսել եմ, բայց չգիտեմ ուր է։ Որ մի բան ասեմ, աղբերդ լավ էլ տղա է, որ դու տարածքում չես հավեսով։ Հա, Միքոն շատ լավն է։ Իրոք շատ լավն է։ Հիմա ուղղակի լեզու չեն գտնում, բայց ես մի բան կմտածեմ։ Հիմա կռիվ չես անում, բան չես խոսում։ Ինչ ես անում ստեղ։ Շինանյութի խանութ ինչի համար են գալիս։ Բարի օր ձեզ։ Սենց եք շփվում ձեր հաճախորդների հետ։ Հեչ լավ չի։ Մնում ա դու մեզ լավ ու վատ սովորացնես, ասում եմ ինչ կա, ինչ ես եկել։ Շինանյութի խանութ ինչի համար են գալիս։ Մի րոպե Այկը լավ։ Արի ասա տենամ ինչա պետք։
Վրամ։ Վրամ, ասա հասկանամ քաջիկից ինչ նորություն կա։ Իսկ աղջիկա մեքենայի համար ինչ սիրուն աքսեսուարներ ունեք։ Թե դուք տենց բաներ չեք ունենում։ Ինչ շատ կարևոր մարդու համար է պետք, պիտի նվեր անեմ։ Չնայած դուք ճանաչես իրան, Նարեին է պետք։ Չէ, չունենք ապես, շինանյութ է։ Հասկացա։ Լավ չի։ Նարեն շատ կուրախանար։ Հա, Նարեն։ Արմոն զանգել եմ, որովհետև դու էիր զանգել։ Դու ինձ չես խանգարում, քեզ երբ հարմար է կարող ես ինձ զանգել։ Ասա ինչ կա։ Արմո խանգարելուց ով խոսած, այդ ինչ կապ ունի։ Ասում եմ զանգել եմ, որովհետև զանգել ես։ Քաջիկից նորություն կա։ Հեսա մոտդ եմ գալիս, որ դուրս գանք։ Համել ճանապարհին խոսենք։ Ուր դուրս գանք։ Լավ, Նարե, տեղս հարմար չի, դուրս կամ զանգեմ։ Լավ, դե դու պատրաստվի մինչև հասնեմ, հետդ էլ տակ շոր կվերցնես, կարող է ուշ գանք, լավ։ Չէ, տղերք ջան, ձեր ապրանքների որակը են չի, դուրս չեկա, ոչ մի բան էլ չեմ վերցնի։ Էն է դուրը։ Լավ, անգիստ այկո։ Հիմա եթե այս աղջիկը հետ կապված ամեն ինչ որ բանից պետք է սենց ծանր տանես ու վատը զգաս քեզ, ուրեմն ավելի լավ է մոռանաս ասածներս։ Հավաքի քեզ մի հատ։ Քեզ թվում է ինքը շինանյութի համար էր եկել ստեղ։ Խափում, հա, վարո։ Զանգնել հոտեսա հետ էլա խափում։ Նարեն ինձ դες բաներ ասում, որ աշխարհի ամենավատ մարդն եմ ինձ զգում, բայց սրա հետ գնում է հանդիպման։ Զանգում եմ, ասում եմ հարմար չի, կողքից Արմոյի ձենն եմ լսում, վարո։ Հիմա էլ որոշել եմ, որ իրար հետ պիտի տեղ դուրս գան։ Նարեի ավտոյի համար էլ եկել է աքսեսուարներ առնի, որ ուրախացնի Նարեին։ Նորմալ է, հա, վարո։ Նորմալ է էս։ Չէ, հաստատ դու պիտի մոռանաս իմ ասածները ու հանգիստ քո երջանկությունը գտնես։ Եթե իրոք այդքան կարևոր է Նարեն քո համար։ Ինքը ազատ աղջիկ է, աղբեր ես։ Ու նորմալ է, որ կարա կողքի ինչ-որ մեկը հայտնվի։ Չէ, դու ինչ ասել ես, ճիշտ ես ասել։ Ոչ մի սխալ բան չես ասել ու արել, վարո։ Ես էլ ես ինչ ասում եմ, խոսում եմ էմոցիաների ազդեցության տակ է։ Ամեն ինչ ճիշտ է, վարո ջան։ Ամեն ինչ։ Ես ուղղակի գժվում եմ, որ Նարենը այդ Արմոյի անունը տալիս է։ Բայց ճիշտ ես ասում։ Նարեն ազատ աղջիկ է։ Ազատ աղջիկ է Նարեն։ Բայց այս խոսակցությանը ոնց որ այդքան էլ դեմ չէր։ Մենակ ես։ Հա, Պապան ու Վրամը տանը չեն։ գիտեմ, ես քո մոտ եմ եկել, այսօր որ զանգեցիր տեղս հարմար չէր։ Բաց թողնված զանգ կար, դրա համար եմ զանգել։ Հասկացամ։ Մեքենատ արդեն պատրաստ է, Նարեն, մի քանի կոսմետիկ գործ եմ մնացել։ Լավ կլիներ, որ գայր քո աչքով տեսնեիր, ուզում եմ ամեն ինչ քո սրտով լինի։ Դե մասնագետը թող աշխատի, ես գամ որպես ինչ։ Դե քո մեքենան է, ուզում եմ, որ ամեն ինչ քո սրտով լինի։ Լավ, օրվա ընթացքում կգնամ կնայեմ։ Լավ կլիներ, որ միասին գնայինք, հետո կգնայինք տեսնեինք Հաջիկին։ Իսկ ինչ կտրուկ փոփոխություն է Արմո։ Առավոտ մունատ էիր գալիս, իսկ հիմա։ Հա, Նարեն, ճիշտ է, առավոտ չափ անց է։ Եկել եմ, որ դրա համար էլ ներողություն խնդրեմ։ Բաներ կան, որ ինձ չեն վերաբերվում, չպիտի խառնվեմ։
Արի միասին գնանք։ Հետո էլ քաջիկի մոտ կգնանք։ Ես քեզ նոր չեմ ճանաչում։ Հետո քեզ լավ չես զգալու, որ չես տեսել քաջիկին։ Դու տեսել ես։ Չէ, ես չեմ տեսել։ Լավ, բարձրանում հագնում եմ ինչն է։ Պատրաստ եմ գնանք։ Դեմքիդ ինչ-որ բան է կպել։ Կներես, որ ես եմ անում։ Մյուս անգամ չանես, լավ։ Արի հիմա գնանք հիվանդանոց միասին, հետո ես կգնամ մեքենայիս հետևից։ Գնացինք։ Քաջիկ ջան, լսում եք ինձ։ Հեռախոս։ Ինչ։ Հեռախոսս։ Ես հիմա բժշկում կկանչեմ։ Ալո։ Հայկ։ Հա, ես քեզ զանգել էի, որովհետև Ինձ հատի Հայկ։ Ինձ հատի։ մի բան ա եղել։ Շատ կարևոր բան եմ քեզ ասել։ Ինձ հատի վախենում եմ չհասցնել։